Բարի երեկո հարգելի հետևորդներ, օրվա կարևոր նորություններով ABC լուրերի երեկոյան թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Միջազգային 61 կազմակերպությունից այդ թվում ՄԱԿ-ից դուրս եկած Դոնալդ Թրամփը Դավոսում նոր խորհուրդ է ձևավորել, ինչ է սա նշանակում և ում համար է ստեղծվել խորհուրդը։ Տուն ու գերեզմաններ թողած արցախցիները կառավարության շենքի դիմաց էին, ինչ են պահանջում։ Վագիվ Խաչատրյանը վիրահատվել է, ինչպես է անցել վիրահատությունը։ Թուրքիա-Իրան հարաբերություններն ու տարածաշրջանային լարվածության վերահսկողությունը, ինչ են քննարկել Էրդողանն ու Փեզեշքյանը։ Նախ տեղափոխվենք Դավոս։ Ժամեր առաջ այստեղ հավաքվել էին տասնյակ երկրների առաջնորդներ, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, որոնք միացել են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած նորաստեղծ խաղաղության խորհրդին։ Փաշինյանին ու Ալիևին եղբայրներ հռչակած, միաժամանակ Հայաստանը բազմիցս Ալբանիայի հետ խառնած Թրամփը խորհրդի մշտական անդամության համար ավելի վաղ $1 միլիարդ էր սահմանել։ Թրամփի նախաձեռնությանը միացել են ոչ բոլորը։ Օրինակ, Ամերիկայի վաղեմի դաշնակիցներից մի քանիսը, այդ թվում Ֆրանսիան, մերժել են հրավերը, նշելով, որ նոր կառույցը մրցակցում է ՄԱԿ-ի հետ։ Իսկ ինչ կառույց է սա, ում համար է ստեղծվում և ինչ պարտավորություններով, Սեդա Մակարյանն է պարզել։ 60 հրավեր, բայց ոչ 60 մասնակից Միացյալ Նահանգների նախագահի նախաձեռնած խաղաղության խորհրդին մասնակցելու առաջարկը բազմաթիվ երկրներ կամ անպատասխան են թողել, կամ մերժել են։ Ֆրանսիան ասել է ոչ, Հայաստանն այո։ Իսկ ինչ գին ունի այդ այոն։ Խաղաղության խորհրդին մասնակցելու անդամավճարը $1 միլիարդ է։ Ըստ փորձագետների, սա պատճառներից մեկն է, որի համար մերժել են Թրամփին, սակայն հիմնական պատճառը այլ է։ Ոչ, ասենք ոչ, այդ դեռևս անհասկանալի ձևաչափը չենք հավատում, որ կարող է փոխարինել միավորված ազգերի կազմակերպությանը որպես աշխարհակարգի կայունությունը ամրագրող մեխանիզմ։ Ի սկզբանե խորհուրդը պիտի զբաղվեր Գազայում ավերիչ պատերազմը դադարեցնելու գործով, սակայն հետո Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել է, խորհուրդը պետք է զբաղվի նաև այլ գլոբալ հարցերով, առանց հստակեցնելու, թե որոնք են այդ հարցերը։ Պարզապես նրա հետաքրքրությունների բնույթը մի փոքր ավելի այսպես շատ առարկայական է դարձել, շատ կոնկրետ ու տնտեսական է դարձել, եւ նախկին խաղի կանոնների փոխարեն, երբ որ իր ներգործությունը հիմնավորում էր միջազգային իրավունքով ու արժեքներով, հիմա պարզապես առևտրով, գործարքներով է այդ ամեն ինչը տեղի ունենում։ Այդուհանդերձ շուրջ 35 երկիր արդեն համաձայնել է միանալ խորհրդին, այդ թվում Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Թուրքիան և Բելարուսը։ Ռուսաստանը երկար մտածելուց հետո չի մասնակցել։ Ստորագրման արարողությունը անցկացվել է Դավոսում, որտեղ տեղի է ունենում համաշխարհային տնտեսական ֆորումը, համախմբելով քաղաքական և բիզնես առաջնորդների ամբողջ աշխարհից։ Իսկ ինչ դեր ունի Հայաստանն այս գործընթացում։ Պատրաստ է $675 միլիոն բյուջետային պակասուրդ ունեցող պետությունը վճարել Թրամփի պահանջած $1 միլիարդը։ Եթե այո, ապա ինչպես և ում հաշվին։ Վարչապետի աշխատակազմը ըստ էության այդ հարցերի պատասխանները կտա, ես նման տեղեկատվություն այս բան չունեմ եւ նաեւ կարծում եմ, որ հրավերը կարող է տարբեր ղեկավարներին տարբեր տրամաբանությամբ ուղարկվել եւ ձեր նշած պայմանը կարող է նաեւ պարտադիր պայման չլինել։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն իր հերթին հարց է բարձրացնում. ներդրում կատարած եւ չկատարած երկրների ղեկավարների ձայնի իրավունքը հավասար է լինելու։ Կարծում եմ պատասխանը ակնհայտ է։ Այս մեկ։ Երկրորդ, եթե գրանք են տարբերակով, որ այդ $1 միլիարդ Հայաստանը պիտի ներդնի, կարևոր չի թե ինչ տարբերակ կընտրվի, հա, տարբեր տարաժամկետ վճարումներով եւ այլն եւ այլն։ Մենք բոլորս, Հայաստանի այդպես բոլոր քաղաքացիները վճարելու են $1 միլիարդ, որ Փաշինյանը մի հատ էլ ֆոտո ունենա Թրամփի հետ։ Լավ թանկ են նստում մեր վրա Փաշինյանի ֆոտոները։ ABC մեդիան հարցում է ուղարկել կառավարություն պարզելու, թե պետք է արդյոք վճարեն $1 միլիարդ։ Եթե այո, ապա ինչպես։ Հարցման պատասխանը կհրապարակենք այն ստանալուց հետո։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC մեդիա։
Չնայած մեր ուղարկած հարցմանը պատասխան այդպես էլ չստացանք, փոխարենը ռեպորտաժից հետո միայն արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց։ Գերատեսչությունը վստահեցնում է, Հայաստանը անդամակցել է առանց ֆինանսական պարտավորությունների։ Այդ դեպքում ինչ են վճարելու կամ վճարել եւ ընդհանրապես ինչ է տալիս այս անդամակցությունը Հայաստանին, դեռ պարզ չէ։ Ստորագրելուց հետո Թրամփը դեմ դիմաց հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ալիևը կարևորել է Զանգեզուրի միջանցքը եւ թրիփ նախագիծը, հայտարարելով, թե դրանք նպաստում են տարածաշրջանային փոխկապակցվածությանը։ Նա նաեւ նշել է, որ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, հիշեցնելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջև տնտեսական կապերի մասին։ Փաշինյանի մասնակցությամբ հնարավոր երկկողմ կամ եռակողմ հանդիպման մասին առայժմ տեղեկություն չկա։ Միլիարդների թեմայից չհեռանալով 6.9 միլիարդ դոլարից մինչև 14.53 միլիարդ։ Այսքան է դարձել Հայաստանի պետական պարտքը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ։ Թվերը ցույց են տալիս, որ վերջին 7 տարիներին երկիրը տարեկան միջինում մոտ 1 միլիարդ դոլար ավելացրել է իր պարտքը։ Բայց այս թվերը ինչպես են անդրադառնում յուրաքանչյուր քաղաքացու վրա, ինչ գնով է ավելանում պարտքը եւ ինչ հետևանքներ է այն թողում երկրի տնտեսության եւ մարդկանց առօրյայի վրա։ Այս հարցերի պատասխանները ռեպորտաժում։ Այո, պարտքը աճում է եւ ինչ-որ մի միլիարդից դարել է մի հատ ուրիշ միլիարդ։ 6.9 միլիարդից 14.53 միլիարդ է դարձել Հայաստանի պետական պարտքը 2025-ի դեկտեմբերի դրությամբ։ Թվերը ցույց են տալիս, որ վերջին 7 տարվա ընթացքում Հայաստանը տարեկան միջինում 1 միլիարդ դոլարով ավելացրել է իր պետական պարտքը։ Իսկ մի միլիարդից ուրիշ միլիարդ դառնալն ինչպես է անդրադառնում քաղաքացիների վրա։ Դա արտահայտվում է մի քանի ձևով։ Առաջինը այդ պարտքը պետք է սպասարկես։ Վերցնել է մի բան, վճարելն ուրիշ բան, եւ վճարելու համար հարկերն են ավելանում, տուրքերն են ավելանում, տուգանքներն են ավելանում։ Քաղաքացին ավելի քիչ քաղաքացու համար ավելի քիչ գումար է հասանելի առողջապահության համար, նկատի ունեմ պետությունը առողջապահական ծախսերն է կրճատում, կրթական ծախսերն է կրճատում, հիմնական միջոցներում ներդրումներն է կրճատում։ Սա է իրականություն։ Այսինքն մարդկանց ամենօրյա բարեկեցության վրա դա ունենում է բացասական ազդեցություն։ Երբ բյուջեի զգալի մասն ուղղվում է պարտքի տոկոսների մարմանը, պակասում են միջոցները, որոնք կարող էին ծախսվել կրթության, առողջապահության, ճանապարհների բնակարանային կամ սոցիալական ծրագրերի վրա։ Պետական պարտքի աճը քաղաքացիները զգում են նաև խանութում գնաճի միջոցով, նշում է տնտեսագետը։ Հիմնական այսպես մտահոգությունը այն է, մեր տնտեսությունը այս նույն ժամանակահատվածում 2 անգամ չի ավելացել, որը թույլ կտար ապահովել պետական պարտքի սպասարկումը ապագայում։ Դրան գումարած նաև նշեմ, որ այս ընթացքում ունեցել են հարկերի բարձրացում, մասնավորապես ավելացել է ակցիզային հարկը, ավելացել է շրջանառության հարկը, նաև տուրքերն են բավականին այսպես աճ գրանցել։ Հիմա ինչի ենք խոսում այդ միլիարդից։ Պետք է խոսենք դրա համամասնությունից, ասուլիսում հայտարարել է ֆինանսների նախարարը։ Մեր հնարավորությունները պարտքը սպասարկելու ավելի մեծացել են, կամ այլ կերպ ասած, կարելի է ասել, այն ծախսերը, որը մենք արել ենք պարտքի հաշվին, տվել են այն արդյունքները, որով հնարավոր է եղել մեր հնարավորությունները, մեր եկամուտները մեծացնել։ Նախարարի խոսքով մի շարք երկրների պետական պարտքը հասնում է տրիլիոնների, իսկ որ երկրների համեմատությամբ։ Տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը համեմատականներ էր տանում Վրաստանի հետ, նշելով, որ Հայաստանի ՀՆԱ-ն ավելի բարձր է, քան Վրաստանինը։ 8 տարի անց պատկերը հակառակն է։ Տարածաշրջանի երկրներից ամենաբարձր պարտքային բեռը հարկն հարաբերակցությամբ ունենք մենք Հայաստանը, նկատում եմ Վրաստանի, Ադրբեջանի հետ համեմատ։ Սա խոսում է այն բանի մասին, որ մենք վերջի 7-8 տարվա ընթացքում մեծ գումարներ ենք ներգրավել մեր պետական ծախսերը սպասարկելու համար, մեր այսպես ընթացիկ ծախսերը վճարելու համար, բայց մեծ տնտեսական աճ, բարձր այսպես երկարաժամկետ որակական փոփոխություններ չենք ունեցել։ Իսկ ինչի համար է ծախսել Հայաստանը պարտք վերցրած գումարը։ Չգիտեք ինչ են կարել։ Լավ, չենք ուզում ասենք, էդ էլ ասենք, զենք են առել։ Մեզանից որևէ մեկը հավատում է, որ զենք են առել։ 8 միլիարդի զենք է Հայաստանը առել։ Կամ եթե գնում են վարկ են վեստում փողոց կառուցելու վրա,
Հետո ոնց են օրինակ եվրոպացիներին, Ասիայի զարգացման բանկին, Ասիական զարգացման բանկին, համաշխարհային բանկին ցույց տալու փողոցնուրա, ճանապարհուրը, ասֆալտուրը։ Պետական պարտքը միայն այն գումարը չէ, որ պետությունը վերցրել է։ Խաչատրյանի խոսքով ավելի բարդ եւ ծանր է դրա սպասարկումը։ Ամեն տարի բյուջեից հարյուրավոր միլիոններ ուղղվում են ոչ թե նոր դպրոցների, հիվանդանոցների կամ սոցիալական ծրագրերի, այլ վերցրած պարտքերի տոկոսների մարմանը։ Եվ որքան պարտքը մեծանում է, այնքան ավելի թանկ է դառնում դրա սպասարկումը, սահմանափակելով պետության հնարավորությունները եւ մեծացնելով ճնշումը քաղաքացիների վրա։ Անիա Բաղյան, Էդիկ Մալաքյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Նոր գործարքներին ու Բաղձալի խաղաղության գործընթացին զուգահեռ 2026-ի ընտրությանը ընդառաջ իշխանությունը վերանայում է ՔՊ ընտրացուցակը։ Փոփոխությունները տարբեր պատճառներ ունեն։ Մի շարք падգամավորներ հեռանում են սեփական նախաձեռնությամբ, իսկ մյուսների դեպքում որոշումը կայացնում է կուսակցության վարչությունը։ Նրանց փոխարեն ցուցակում հայտնվում են հանրությանը առավել ճանաչելի դեմքեր, նպատակ ունենալով բարձրացնել ընտրական գրավչությունն եւ նվազեցնել ռիսկերը։ Քաղտեխնոլոգների գնահատմամբ ցուցակի վերաձևումը պատահական չէ, դուրս մնացածների թվում կան գործիչներ, որոնց անունները հաճախ էին կապվում սկանդալային պատմությունների հետ։ 2026-ի ընտրությանն ընդառաջ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ոչ միայն հեռացնում է մի շարք падգամավորների նախընտրական ցուցակից, այլև համալրում այն նոր դեմքերով։ Որոշ падգամավորներ հենց իրենք են ցանկանում հեռանալ, որոշներին հեռացնում է ՔՊ վարչությունը։ Փոխարենը падգամավոր դառնալու հավակնություն ունեն դերասաններ, թաղապետներ, ճանաչում ունեցող այլ թեկնածուներ։ Նման փոխատեղումները քաղտեխնոլոգի կարծիքով պատահական չեն։ Կառավարման համակարգը անձնիշխան կամ ավտորիտար կառավարման համակարգ է եւ падգամավորների կամ անդամների, այս կամ այն անձի ցուցակում հայտնվել չհայտնվելը որոշում է ընդամենը մեկ անձ եւ այդ մեկ անձը կուսակցության ղեկավարն ու վարչապետն է։ Կառավարությունը ես եմ։ Քաղաքացիական պայմանագրի ցուցակից մերժվել են Ջուլիետա Ազարյանը, Հայկ Ցիրունյանը, Կարեն Սարուխանյանը եւ եղբայրներ Հայկ Սարգսյանն ու Նաիրի Սարգսյանը։ Վերջինս ասում է, վարչությունը մերժումը չի պարզաբանել։ Ոչ իմ մասով, ոչ Հայկի մասով հիմնավորում չի եղել։ Բողոքարկելը մնացել է անփոփոխ որոշումը։ Մինչդեռ քաղաքացիական պայմանագրի վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը պնդում է, բոլոր գործիչներին տեղյակ են պահել, թե որն է նրանց ցուցակում չընդգրկվելու պատճառը։ Բոլորը ստացել են պատասխան, թե այս կամ այն գործիչը ինչու չի հայտնվել ցուցակում։ Այլ բան է, ուզում են մեր գործընկերները դրա մասին բարձրաձայն խոսել, թե ոչ։ Մերժված թեկնածուներից որոշների անունները տարբեր ժամանակահատվածներում շրջանառվել են սկանդալային եւ խնդրահարույց պատմությունների համատեքստում։ Կարեն Սարուխանյանի մտերիմը օրինակ թմրանյութի իրացման կասկածանքով էր ձերբակալվել։ Հայկ Սարգսյանի դեպքում իր իսկ պնդմամբ պատճառը կազինոների հարկի կրկնապատկման մասին առաջարկած օրենքի նախագիծն էր։ Նախագիծը դուրս չէր եկել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, բայց քաղտեխնոլոգի կարծիքով այս գործոններն ուղիղ կապ չունեն միայն քաղաքական անցյալի հետ։ Դրանք նաև վարչության ղեկավարի նախընտրություններին են ծառայել։ Տվյալ անձը չի հայտնվելու, որովհետև տվյալը ուրեմն այդ անձը նկատմամբ կուսակցության ղեկավարը ինչ-որ դրական վերաբերմունք չունի, որովհետև ասել, որ նրանց մեջ կան հեղինակավոր անձիկ եւ կան վարկաբեկված անձիկ, այդպես չէ, նրանք բոլորն էլ նույն ուրեմն վարկանիշ ունեցող, նույն ձևի վարկաբեկված անձիկ են։ Ուղղակի վարչապետի կմահաճույքն է։ Այս սրան ընդգրկեն, որովհետև ինքը ավելի շատ կծառայի ինձ, սրան չընդգրկեն, որովհետև քիչ կծառայի ինձ։ Օրերս հրաժարականի դիմում ներկայացրած Հռիփսիմե Հունանյանի անունն էլ մամուլում քննարկվում էր ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի ղեկավար նշանակվելու օրից։ Կառավարման ձիրք ունեցող մարդուն պետք չի, որ նա ունենա բարձրագույն կրթություն, որովհետև շատ բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ կառավարման ձիրք չունեն։ Մամուլում տարածված սկանդալային պատմությունները մշտապես քննարկվում են վարչության ներսում, ասում է վարչության անդամը։ Նրա պնդմամբ սա մշտական գործընթաց է եւ պատճառը նախընտրական շրջանը չէ։ Ոչ թե եւ ոչ միայն այս process-ների ժամանակ ենք անդրադառնում տարբեր հարցերին, այլև մշտապես։ Եվ չի կարող մամուլում լինել մի աղմկահարույց հայտարարություն, որը պատշաճ կերպով
հերկված չհամարելու դեպքում մենք ենք քննարկում, մենք մեր կուսակցությունը եւ առանձնանում է նաեւ դրանով, որ մենք բոլոր հարցերը քննարկում ենք ներսում։ Թեև վարչության անդամն ասում է, որ հարցերը քննարկվում են մշտապես, քաղտեխնոլոգի պնդմամբ նման գործընթացը հենց այս շրջանի հետ է պայմանավորված, քանի որ նախկին անդամներին պետք է փոխարինեն նոր, ավելի հարմար տեխնացուներով։ Նախընտրական ցուցակում իրենց տեղն են սկսում զբաղեցնել տարբեր վարչական ռեսուրսներ ունեցող անձինք մեկ եւ երկրորդ այսպես կոչված մտավորականությունը, հա, տարբեր տեսակի ինչ որ նկարիչ, չգիտեմ, բժիշկ եւ այլն, եւ իրենց թվում է, որ եթե նկարիչը հայտնի է, չգիտեմ, կամ այդ բժիշկը հայտնի է, ուրեմն շատ մարդիկ ուրեմն կգան եւ նրան ձայն կտան ելնելով դրանից։ Այսպիսով քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակը ձևավորվում է ոչ միայն տեխնացուների քաղաքական անցյալի, այլև ներկա ռիսկերի եւ մարտահրավերների գնահատմամբ։ Տեխնացուների ցանկը պատրաստ է։ Անունները հայտնի կդառնան ընտրագրավի վճարման վերջնաժամկետից փետրվարի 4-ից հետո։ Իսկ նոր դեմքերով համալրված ցուցակը կաշխատի արդյոք կուսակցության օգտին, պարզ կդառնա ընտրությունից հետո։ Սեդակ Յուրեղյան, Էդիկ Մալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Իսկ այն, ինչ որոշվում է կուսակցության ներսում, անմիջապես արտացոլվում է հանրության առօրյայում եւ սոցիալական ցանցերում։ Վարչապետի ու նախարարների սրտիկներով, թմբուկներով ու երիտասարդական դիսկոտեկներով կազմակերպված նախընտրական շոուները ապահովում են լայն տարածում, հազարավոր դիտումներ ու լայքեր։ Ինչպես է աշխատում այս քարոզչական տեխնոլոգիան եւ ինչ նպատակ է հետապնդում, պարզել է Գառնի Մութաֆյանը։ Հոգեհանգստից կյանք դուրս եկած, մեզ շատ մոտ, չկորցրած, բայց վերագտած։ Սա է Նիկոլ Փաշինյանի պատկերացրած Հայաստանը, որի համար հատուկ երգ է գրել ու ձայնագրել։ Սակայն եկեք հետ հայաց գցենք, հավաքենք կտորները, ամբողջացնենք փազլն ու հասկանանք իրական նպատակը։ Ընտրությանը մնացել է մի քանի ամիս եւ ժամկետի կրճատմանը զուգահեռ քաղաքացիական պայմանագիրը բավական ակտիվացել է քարոզչական դաշտում, հատկապես այն հարթակներում, որոնք գործածում են երիտասարդները։ Ամեն բան սկսվեց Փաշինյանի առավոտյան տեսանյութերով, որոնք եզրափակվում են սրտիկի ժեստով։ Շատ չանցած սրտիկներն սկսեցին հայտնվել ամեն օր ու ամենուր։ Եվ վերջում արդեն մոդայիկ դարձած ժեստը անգամ Երևանի երկնքում ամանորի գիշերը։ Թիրախը երիտասարդներն են, խնդիր ունեն հասարակության հենց այդ շերտին իրենց դաշտ բերելու, կլինի դա բլոգերական տեսանյութերով, թմբուկ նվագելով կամ երիտասարդական դիսկոտեկով, համոզված է քաղտեխնոլոգը։ Երիտասարդների շրջանում վերաբերմունքը այս իշխանություններին եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանին շատ հետաքրքիր է։ Երիտասարդները ավելի շատ վերաբերվում են որպես մեմի, այսպես ասած, պերսոնաժ, այսինքն ավելի շատ ձեռ են առնում, ավելի շատ կամ ինչպես իրենք երիտասարդներն են արտահայտվում, այդպիսի բառ կա, բոցվում են։ Փաշինյանական հաջորդ քաղաքական տեխնոլոգիան դիվանագիտական լուրջ կապերի ու ձեռքբերումների իմիտացիա ստեղծելն է, համոզված է պատգամավորը։ Խաղաղության նախաստորագրված համաձայնագիր, խաղաղության խորհուրդ եւ ջերմ հարաբերություններ Թրամփի հետ։ Մամիջանյանի խոսքով Փաշինյանն ունի հստակ խնդիր։ Ինքը այս ժամանակահատվածում ամեն ինչն է օգտագործելու, թե եվրոպական քաղաքական ընտանիքի հավաքը Հայաստանում, ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան։ Ինքը այդ բոլորը փորձելու է ցույց տալ, տեսեք, ես ինչ ուժեղ տղա եմ, որ ուժեղ տղաների հետ։ I have a busy Փաշինյանից բացի ակտիվ են նաև մյուս ԿՊ-ականները։ Ինստագրամում, TikTok-ում ու Facebook-ում տեսանյութերի շարք են հրապարակում, հետ չեն մնում թրենդից ու հետևում են սոցցանցերի ալգորիթմներին։ Բայց եթե Փաշինյանն ուզում է ընտրազանգված հավաքել, ապա մյուս ԿՊ-ականներն այլ խնդիր են փորձում լուծել։ Նրանք լուծում են լավ Երևալու Նիկոլ Փաշինյանի աչքին, որպեսզի կարողանան տեղ ունենալ, ընդ որում բարձր տեղել, որտեղ հասկանալի է, որ այդքան մարդ այլևս չի ունենալու ԿՊ ազգային ժողովում, փորձում են հնարավոր ունենալ Նիկոլ Փաշինյանի, Լուսան Հակոբյանի համակրանքը։ Լինել ակտիվ, թրենդային, դաշտ գցել նոր թրենդներ, խոսել ու ցույց տալ այն ամենը, ինչը մարդկանց մոտ դրական էմոցիա է առաջացնում։ Սա սոցցանցերի ալգորիթմն է, որ աշխատում է նաև քաղաքական կյանքում, տարբեր մտածելակերպ, մենթալիտետ ու առօրյա ունեցող հասարակությունների վրա։ Գառնի Մութաֆյան, Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։
Իսկ Արցախում տուն ու գերեզման թողած մարդիկ այսօր հավաքվել էին կառավարության շենքի դիմաց։ Նրանք գնացել էին կառավարություն Նիկոլ Փաշինյանից պահանջելու իրենց հարազատների Արցախում մնացած մարմինները։ Հստակ պատասխաններ են ուզում, երբ կբերեն Արցախում հուղարկավորված իրենց հարազատների մարմինները։ Ահագին ժամանակ սպասելուց մեծ ջանքերի արդյունքում ես ստացել եմ ընդամենը մի երկու տողանոց ընդհանուր սենց օդի մեջ մի հատ այնպիսի պատասխան, որ մեզ ընդհանրապես չի վերաբերում, այսինքն այդ հարցը միշտ բարձրաձայնվում է, բայց ոչ մի հստակ պատասխան, ոչ մի գործին նորմալ ընթացք տրվող ինչ-որ մի պատասխան չի եղել։ Որից հետո նորից ենք նամակ ուղարկել Նիկոլ Փաշինյանին։ Երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանը նամակը հասցեագրել է ազգային անվտանգություն։ Պարոն Նիկոլ Փաշինյան, մենք հասկանում ենք ամեն ինչ։ Եթե մենք նամակը ուղարկում ենք ձեզ, մենք ակնկալում ենք հստակ պատասխան ձեր կողմից որպես երկրի ղեկավար։ Մենք քաջ գիտակցում ենք, ինչքան էլ որ դուք շեշտում եք, որ ազգային անվտանգության իրավասության շրջանակներում է տվյալ գործը, բայց միաժամանակ նաև մենք հասկանում ենք, որ ոչ մի կառույց չի գործի առանց երկրի ղեկավարի հանձնարարականի կամ որոշման արդյունքում։ Դա չի լինելու։ Մենք դա պարզ հասկանում ենք, գիտակցում ենք։ Ինչի համար է նամակները ուղարկվում։ Մենք ակնկալում ենք հստակ պատասխան Նիկոլ Փաշինյանից։ Իմ տղաս, երեխեքը, հարազատները, ամուսինները 19 թվականի 23 թվականի սեպտեմբերի 19-ին զոհվել։ Այս սեպտեմբերի 30-ից մինչև այսօր 23 թվական բողոքում ենք, պահանջում ենք, խնդրում ենք, որպեսզի Արտաշիր իմանենք։ Այսօր վաղը ուղարկել ածի մոտ, ընդեղ էլ կեղծավոր դիմավորում, ես մեկ, սաղ սուտուն ասում։ Ապազյանի հետ քանի անգամ եք մի 6-7 լավ ընդունում ասես, կամ ու ցավակցում մեզ հետ կիսում, բայց ոչ մի ընթացք չկար գործ։ Նոր Քմարար սրտաբանական կենտրոնում սրտի բաց վիրահատությանը ենթարկվել գերությունից վերադարձած Վագիվ Խաչատրյանը։ Խաչատրյանի վիրահատությունը հաջողությամբ է անցել առանց բարդությունների։ Առողջապահության նախարարը նշել է, որ վիճակը կայուն է, շուտապույտ ապաքինում է մաղթել։ Հիվանդանոցից նորից բանտ են տարել Նարեկ Սամսոնյանին։ 14 օր հացադուլ անող Սամսոնյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, ու բժիշկը ցույցում է տվել դադարեցնել հացադուլը։ Սակայն փաստաբանի խոսքով կալանավայր վերադարձած Նարեկը շարունակում է հացադուլը։ 70 օր բանտում անցկացրած Նարեկին ոչ մի անգամ չի այցելել մարդու իրավունքների պաշտպանը։ Վիրահատության հետ կապված, քանի որ նաև հրապարակային է եղել տեղեկատվությունը, ես ինքս պետական մարմիններից պահանջել եմ, որ այն դեպքում, եթե վիրահատությունը անհապաղ պետք է տեղի ունենա, բնականաբար կազմակերպի սահմանված ձևաչափով, եւ եթե չեմ սխալվում, իհարկե այս պահին չեմ կարող դարձյալ նույն հանգամանքները նկատի ունենալով հրապարակային տեղեկատվություն հաղորդել, եթե չեմ սխալվում, պետական մարմինները այդ ուղղությամբ ոչ միայն աշխատանքներ են իրականացրել, այլ այս պահին պետք է որ լինեն նաև արդյունքներ, բայց այս մասով միանշանակ մենք էլ ենք միջամտել, ես ինքս եմ պահանջել պետական մարմիններից անհապաղ հարցի ուսումնասիրություն, այստեղ մի կարևոր բան էլ նկատի ունեցեք, իրականում երբ մենք խոսում ենք քաղաքացու կամ փաստաբանների կողմից ներկայացված տեղեկատվության մասին, շատ կարևոր է նաև երկրորդ կողմի լսել, իհարկե հետագա բոլոր հնարավոր վերլուծությունները, եզրահանգումները իրականացնելու համար։ Այսօր նորից դատարանում են եղել Բագրատ Սրբազանն ու նրա աջակիցները։ Այս գործը ծայրից ծայր փնթի է, մեղադրանքի ապացույցները լսելուց հետո դատարանում հայտարարել է Բագրատ Սրբազանը։ Նրա պնդմամբ 35 հատորանոց քրեական գործում ապացուցողական բազա գոյություն չունի։ Վերցրեք, համեմատեք մի գործ, մի դրվագը արդեն պարզ է դարձնում ամբողջ պատկերը ինչի մասին։ Երրորդ, մեղադրող կողմը ասում է, որ ուրեմն ընդդիմադիր հավաքների վերաբերյալ ինչ-որ մեկին մեր ժողովրդից հարգելի վկա, որպես վկայակոչումը, որն ասել է, որ ընդդիմադիր հավաքներ են կազմակերպում սանը, դրա համար վկայի կարիք չկա, պատվարժան դատարան, մարդուն էլ չարչարելու։ Դրանք բոլորը էկրանի վրա են, այո, քանի այս իշխանությունը գոյություն ունի, եւ իմ բերանի մեջ շունչ կա, սիրտս էլ տրոփում է,
Ես ընդդիմադիր չեմ լինելու։ Ես պայքարելու եմ, որ ազատագրվի իմ երկիրը։ Ու վերջ, որովհետև այդ ազատագրությունը նաև ձեր ազատագրությունն է։ Ամբողջությամբ սա մարմնավոր ազատագրություն չի միայն, հոգևոր ազատագրությունը, այս քաղցկեղը, որ մեր կյանքի մեջ է բոլոր բջիջներով, մտած տնտեսության մեջ, դատական համակարգի մեջ, քաղաքական երկիրը վաճառելու, Արցախը հանձնած մարդկանց այսքան զոհերով, հիմա դրանում ինչ գաղտնիք կա, որ մի հատ էլ վկա պիտի բերեք։ Վերադառնանք Դավոս։ Դավոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր իր ձևակերպմամբ լավ հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Փակ դռների հետևում 1 ժամ տևած հանդիպման ավարտին նրանք կարճ առանձնազրույց են ունեցել։ Մինչ այդ Զելենսկին հայտարարել էր, որ Դավոս կմեկնի միայն, եթե պատերազմի ավարտից հետո Ուկրաինային տրամադրվելիք անվտանգության երաշխիքները եւ երկրի տնտեսական զարգացման փաստաթղթերը պատրաստ լինեն ստորագրման։ Սեղանին փաստաթուղթ կար, թե ոչ, դեռևս պարզ չէ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Գրենլանդիայի պատկանելիության հարցը Ռուսաստանին չի վերաբերում։ Նա ընդգծել է, որ այս հարցը պետք է լուծեն Միացյալ Նահանգներն ու Դանիան, եւ Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Թրամփի հնարավոր նախաձեռնություններին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը զրուցել են հեռախոսով, զրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային խնդիրները։ Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանում ընթացող զարգացումներին, կարևորում է երկրի կայունությունը, դեմ է ցանկացած արտաքին միջամտության։ Եվ վերջում Մակրոնի արևային ակնոցը մեծ շահույթ է բերել ակնոց արտադրող ընկերությանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Դավոսի տնտեսական ֆորումում ելույթ է ունեցել արևային ակնոցով աչքի արյունատար անոթի պայթելու պատճառով։ Նրա այս անսովոր տեսքը լայն տարածում գտավ համացանցում եւ դրա ազդեցությամբ ակնոց արտադրող Ivision Take ընկերության բաժնետոմսերը մեկ օրում աճեցին գրեթե 28%-ով։ Շուկայական արժեքը ավելացնելով մոտ 3.5 միլիոն եվրոյով։ Ընկերության գործադիր տնօրենը այն անվանել է ցնցող ազդեցություն։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Մնացեք խաղաղությամբ։ Բարի գիշեր։